Ինչպես կորցրեցի ամուսնական մատանիս, եկեք պատմեմ միասին որոշենք ինչ է կատարվել։ Ինչպես շատերի մոտ հղիության ընթացքում այտուցների պատճառով երկար ժամանակ մատանին չէի կրել։ Եվ երբ որոշեցի այն կրել, դա եղավ առաջին ու վերջին անգամը։ Տաքսիով գնում էի ատամնաբուժարան ու մտքից փչեց ձեռքերից կրեմ քսել, որի համար ես մատիցս հանեցի մատանիս։ Հասնելուն պես հիշեցի, որ մատանիս չեմ դրել։ Մի թեթև նայեցի պայուսակից մեջ, հետո որոշեցի մեքենայում էլ նայեմ։ Բայց վարորդը ասեց, որ ինքը շատ է շտապում, իսկ ես արդեն միամիտս ասել էի, որ ես կորցրել եմ ոսկի ամուսնական մատանիս։ Մակերեսորեն նայեցի մեքենայում, ինքը հեռացավ, իսկ ես համոզված էի, որ լավ, հաստատ պայուսակից մեջ է, բայց ինչ քանդում եմ պայուսակս չկա։ Տարածքը, որտեղ ես իջել եմ, չկա։ Արդեն հույսս կորցրած, ինչ է լինում, ստանում եմ զանգ։ Շատ շտապող տաքսու վարորդը ասում է, որ վերադառնում եմ, նայեք, համոզվեք, որ ձեր մատանին չկա։ Դե բնականաբար գիտեի, որ չեմ գտնելու, բայց նայում եմ ապահովության համար, շնորհակալություն ասում վարորդին եւ ինքը հեռանում է։ Չունենալով ոչ մի ապացույց, ես մինչ օրս 5 տարի անց այդպես էլ չհասկացա, թե ինչ է կատարվել։ Իսկ դու գրեք մեկնաբանություններում ինչ եք կարծում, ինչ կատարվեց։ Հույս ունեմ, որ գտնողը այդ մատանիով ինչ որ կարևոր հարց կարողացավ լուծել եւ ես կարողացա ինչ որ մեկին օգնել։